Պրիվետ, ես Արամն եմ, զբաղվում եմ AI ավտոմատացումներով ու մինչև այսօրվա նորություններ սկսել կարդալը, ես ուզում եմ update անեմ, որ այսօրվանից սկսած իմ վիդեոները, քանի որ 4 կա են դուրս գալիս ու եթե սրանից առաջ նայենք առաջվա վիդեոները, կարող է նկատելի լինի, որ կադրերի ինչ որ տենց բան կա, ոչ կոնստանտություն կա ու ինչ որ տենց կադրեր ոնց որ կորում են, ոնց որ ինչ որ տենց կտրտող ավելի վիճակներ լինի։ Այս անգամ պետքա որ տենց չլինի, ես նոր կաբել եմ առել, որը որ շատ արագ է տվյալները փոխանցում։ Հեռախոսից կոմպ ռեկ անելու ժամանակ ու եթե ինչ որ փոփոխություն կա, որ նկատեցիր կամ հակառակ ավելի վատ է, կարաս կոմենտներում ինձ տեղեկ պես դրա մասին։ Okay, գնացինք նորություններ կարդալու ու գալիս ենք մենք մեզ բացում ենք հայերենը, որտեղ որ մնացել էինք մենք վերջին անգամ, ես գնացել մի քիչ առաջ եմ ընկել, բայց մենք հետ ենք էլի բարձանում ու գալիս ենք հասնում ենք այն նորությանը, որը որ Samsung-ի ու Perplexity-ի մասին է, սա մենք արդեն քննարկել ենք դալշը։ IBM-ը AB լաբորատորիաների հասանելի է դարձնում բոլորի համար։ IBM-ը հենց նոր կարելի ձեռնարկեց AB-ի հասանելիությունը ժողովրդավարացնելու ուղղությամբ, բացելով բաց կոդով AB լաբորատորիաներ։ Okay, ում համար է դա տեղի ունենում հասանելիություն Hugging Face եւ GitHub-ի նման բաց պլատֆորմների միջոցով ձեռնարկությունների համար օպտիմալացված բաց կոդով մոդելներ։ Պատասխանատու AB-ի գործիքներ, եկեք գնանք տնանք հələ ինչի մասին է այս լուրը։ Իմ բոտը էլի սխալ է բերել լինքը, բայց այդ մեր համար ընդհանրապես պիտի խնդրեմ չլինի, որովհետեւ մենք կարող գանք как minimum այսպես ինչ-որ post կատանք ու չաշխատի հետ Big Blue-ի վերջին գործիքներից եւ մոդելներից։ Big Blue-ի այս մոդելի անունը, այսինքն մոդելի չէ, ես ինձ նախաձեռնության ոնց որ Big Blue IBM Okay, հա, Big Blue-ն, այսինքն հիմա available է ալնելու Hugging Face-ում, հեսա հասկանանք էլ ես ամեն ինչա նշանակում։ Հեսա հասկանանք ինչա նշանակում։ IBM-ը պրոստը open source է անում իր մոդելները, եթե Hugging Face-ում կար, մենք կարանք միանգամից գնանք մտնենք Hugging Space օրինակ ու գրենք ստեղ ոնց էր։ Ինչ Blue։ Չեմ գտնում։ Big Blue, հա, Big Blue։ Չէ, ոչ մի բան չկա։ Խափեցին մեզ փաստորեն IBM-ը հələ որ ոչ մի բան չի արել։ Հա։ Open source։ Ես կարող պրոստը ինչ որ մնացել է ինքը նորության վրա։ Երևի, իմ լինքն էլ չբացեց, մի խոսքով մենք կանք իգնոր անենք այս նորությունը, в принципе, տենց IBM-ը մասոբը մեզ հետաքրքիր չի, այս բայդրիցամ, որտեվ ինչ որ տենց շատ լուրջ իմպակտ ունեցող մոդելներ մեզ որ կարան պետք գան, իրենք չունեն, так что անցանք առաջ։ Warp AB-ով հագեցած տերմինալ, այս հետաքրքիր շատ նորություն է, որտեվ տերմինալը գիտեք էլ ինչ բան է, չէ՞, տերմինալը գալիս է մտնում ես ասենք կոմպիտ մեջ գրում ես տերմինալ կամ եթե Windows-ը կոմպը գալիս է մտնում ես գրում ես այս ինչի չի գտնում իմ տերմինալը մտ կարեք ինձ բացատրեք։ Անկտավ կամ CMD-ս անում, չէ՞, եթե չեմ սխալվում բանի դեպքում, Microsoft-ի դեպքում, այսի ոնց որ նույն ինտերֆեյսն է, այսի նույն կոմպի միջավայրն է, պրոստը ոչ sense սիրունի կոնկեքով, ինչ որ դեսքթոփով կամ ինչ որ shortcut-ներով, որտեղ որ դու կարաս սխմես, այսի նույն կոմպն է, պրոստը դու ուրիշ ձև ես շփվում այդ կոմպի հետ։ Օրինակ դու կարաս ասենք LS անես ու ինքը ցույց տա քեզ թե դու ինչ պապկեք ունես քո բանում այնտեղ որտեղ որ դու կաս, օրինակ, որտեղ որ դու հիմա գտնվում ես, հետո դու կարաս գնաս մտնես օրինակ CD desktop գրես ու մտնես desktop ու տնաս desktop-ում ինչ պապկեք ունես, ասեք քո պապկեկը բերեն ու ցույց տա քեզ։ Նիսուց էլի հիմա ոնց որ ոնց կարող ես դու օգտագործես կոմպը, տենց էլ դու կարող ես օգտագործես կոմպը, ոնց կարող ես դու օգտագործես կոմպը կլավիատուրայով ու մաուսով, այդ նույն ձևել կարաս օգտագործես կոմպը, ինչպես տերմինալ ու ինչի է հետաքրքիր նորություն, որովհետև Warp էլ չի աշխատում, այս լինքը շատ ափսոս։ Այս լինքերով պետք է շատ ակտիվ զբաղվել իրականում։ Բայց այսօր կարանք հանգիստ Google անենք ու գտնենք Warp AI, հա, տերմինալ, հեսա Warp Intelligent Terminal, էսի շատ թույն բան կլինի, ես միանգամից կքաշեմ ու կօգտագործեմ իրան մի քիչ հետո։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ֆամիլիար չեն տերմինալի հետ, օրինակ ես, պետքա գնամ Google անեմ կամ ինչ որ Claude անեմ ու փորձեմ հասկանամ թե իմ ուզած օրինակ library-ին ոնց կարամ ես քաշեմ գցեմ իմ կոմպի մեջ
Բայց այս դեպքում ես ենթադրում եմ, որ հեսա սիրուն preview կա, որ դու կարաս գաս, ասես թե դու ինչ ես ուզում անես, որն է քո նպատակը, հա, շատ կայֆ այս պահը էլի։ Ու ինքը քո տեղը միանգամից այդ անում է ու առաջարկում է թե ինչ կոմանդներ, թե ինչ հրամաններ կարաս տաս։ Ասել շատ էլի ոնց որ էլի մի level, ոնց որ Միքայել հեշտանում է, այսինքն մեր անելիքը, որպես ասենք ոչ developer, ով ուզում է ինչ-որ մի բան սարքի անի։ Real use case-ներ իրականում ես կարամ պատմեմ real use case-ների մասին, որ sense ավելի ոնց որ հասկանալի լինի, էլի տենց օդի մեջ չլինի այս տերմինալային խոսակցությունը։ Real case կարա լինի այն դեպքը, երբ որ դու օրինակ գտես ինչ-որ մի հատ open source օրինակ voice AI բան գեներատոր, որը որ բնականաբար ծրի ալնելու, եթե բերես գցես քո կոմպի մեջ, բայց իր այդ բերել գցելու process-ը մի քիչ երևի, ասենք դժվար կարա լինի, որովհետև մի քանի հատ command կա, որ դու այդ command-ներին պետքա հետևես, կամ կարող մի քիչ ավելի դժվար բարդ լինի, քան մի քանի command-ը, ու բնականաբար ասենք GitHub-ում դու ունես այդ ինստրուկցիաները, էլի։ Եթե դաժե դու չունես այն գիտելիքները, որ ինստրուկցիաներին հետևելով անես, դու կրած ինստրուկցիաները վեկալես, բերես գցես ասենք այս վարպին տաս ու վարպը ոնց որ քո փոխարեն սաղ կոմանդները կտա կանին։ Այս նույն բանը տեխնիկապես ասենք ChatGPT-ն էլ կարող անի, դու կարաս գնաս ChatGPT-ին տաս, ChatGPT-ն քեզ կոմանդները տա, դու ոնց որ copy paste անես, բերես գցես քո տերմինալ, բայց ցենց երևի Միքայել ավելի ոնց որ հեշտ ալնում եւ այլն։ Մի խոսքով, լավ, շատ մեծ նորություն չի, բայց հաստատ արժի իմանալ թե ինչա տերմինալը ու թե ինչա AI տերմինալը։ Անցանք առաջ AB-ի հաջորդ մեծ սպառնալիքը vibe hacking։ AB-ն զարգանում է, բայց ոչ դրական ուղղությամբ։ Ծանոթացեք vibe hacking-ի հետ, որտեղ X-Bow-ի նման ինքնավար գործիքները ցանցեր են ներթափանցում ավելի արագ, քան էլիտար հաքերները։ Ապա տեղեկատվական արշավներից մինչև սկսնակների կողմից ստեղծված վնասակար ծրագրեր կիբերսպառնալիքների դաշտը դարձնում է անկառավարելի։ Vibe hacking, հա, հետաքրքիր, շատ հետաքրքիր տերմին է, որը խոսում է իր փոխարեն լրիվ։ Հետաքրքիր է ոնց կարելի է ինչ օգտագործել, ենթադրում եմ, որ անհնար է ինչ որ բան օգտագործել, X-Bow, հա, սիստեմի անունը X-Bow է, մենք ոնց կանանք X-Bow-ը օգտագործենք, hackerone.com, xbow.com, հիմա ասենք, որ մենք մտնենք boosting offensive security with AI, հա, բնականաբար իրանք կամպանիան, որը որ զբաղվում է անվտանգությամբ, ու երևի հենց իրանք սիստեմն էլ գնացել են ինչ-որ բաներ աջարդել, ու հենց իրանք էլ եկել են ասել են, որ մենք կարանք դեր հարցերը լուծենք ու նենց անենք, որ դուք տենց խնդիրներ չունենաք։ X-Bow, boosting offensive security with AI։ Հա, իրանք այսքան ավելի տենց պոզիցիոներված են անում իրանք որպես անվտանգություն, էլի։ Ափսոս, շատ ափսոս, որ մենք չենք կարող օգտագործենք, համոզվենք, թե ինչ էր կարելի անել։ Բայց այս հոդվածի մեջ երևի շատ ավելի հետաքրքիր ինֆորմացիա կարա լինի WormGPT օրինակ, spread on Discord groups, Telegram servers and darknet forums։ Այսինքն պրինցիպի, եթե այս տեխնոլոգիան մոտիկ է, եթե այս տեխնոլոգիան մեզ հասանելի է, պրինցիպի, մենք լիքը open source մոդելներ ունենք նույն Hugging Face-ում, որը որ կարան քաշեն տարբեր հակերներ օրինակ, որոնք որ ունեն շատ լուրջ գիտելիքներ հակինգի հետ կապված ու երևի կարան ինչ-որ մի ձև ոնց որ jailbreak անեն այդ մոդելներին ու դրանց վրա սարքեն ավելի ոնց որ ներմասնագիտացած fine tune անեն, ասենք սարքեն ինչ-որ տեսմատ hacker bot-ի hacker LLM-ի ու շատ հետաքրքիր կլիներ օգտագործել տենց մի բան ու տենալ թե ինչ հնարավորություններ կան, բնականաբար բաց ինտերնետում, սպիտակ ինտերնետում տենց բան հնարավոր չի լինի գտնել, բայց կակ մինիմում հնարավոր կլինի գտնել ինֆորմացիա, թե ինչ կա արդեն այս սպայդերությամբ սարքած ու ոնց կարելի է դա գտնել։ Սա առանձին մի հատ մեծ research-ի թեմա է։ Անցանք առաջ Հաջորդ մեր նորությունը Amazon-ը փորձարկում է մարդանման առաքման ռոբոտներ։ Amazon-ը փորձարկում է AB-ով աշխատող մարդանման ռոբոտներ, որոնք տեղափոխվում են ֆուրգոններով եւ մարզվում են խոչընդոտներով լի մարդանման պարկերում։ Եթե այն աշխատի, ձեր հաջորդ ծանոթը կարող է ձեզ հանձնվել երկոտանի ռոբոտի կողմից։ Դե ամեն ինչ էլ սրան է գնում իրականում, ոնց որ ապագան էսա ու
մի քանի տարուց սա զարմանալու բան չի լինելու, էլի ստեղ ոչ մի զարմանալու բան չի լինելու իրականում։ Չգիտեմ, տենց ասում մեկնաբանելու շատ բան ինձ թվում է չկա։ Ու հա, լինելու է այս ամեն ինչը, ամեն ինչ գնում է հենց դրան, ու Amazon-ն էլ բնականաբար ոնց որ ոլորտի առաջատարներից է հենց լոգիստիկայի տեսանկյունից, ասենք Amazon-ը ավելի շատ լոգիստիկ կամպանիա է, քան tech կամպանիա, ասենց ասած։ Ու ոնց որ սա ավելի շուտ ինքը նշի tech կամպանիա չի, ինքը tech կամպանիա է, բայց այդ սա tech-ը ուղղված է հենց ոնց որ լոգիստիկայի բարելավման ուղղությամբ ու զարմանալի չի լինի, եթե հենց իրանք լինեն առաջիններից, ովքեր որ կհասնեն այս level-ին, էլի։ Reddit-ը դատի է տալիս Anthropic-ին տվյալների զանգվածային քերման համար։ Քերմանը շատ լավն է, scrape-ի մասին է էլի խոսքը։ Reddit-ը Anthropic-ին դատի է տվել, որ Anthropic-ը Reddit-ից ինֆորմացիան առանց ոնց որ զգուշացնելու գողացել է։ Սովորական թեմա է, իրականում ոչ մի տենց ինչ-որ մեծ բան տեղի չի ունենում, Google-ն էլ է, որ այս վերջերս Reddit-ից ոնց որ պայմանագիր են կնքել, որ տիպը փող են տալի Reddit-ին ու Reddit-ը իրանց տալիս այդ տվյալները։ Ինչն ամենահետաքրքիրը, որ Reddit տալիս այդ տվյալները էլի, բայց այդ տվյալները նշի Reddit-ն է մցրել գրել։ Այդ գրվել է ու հավաքվել է մարդկանց կողմից տասնյակ տարիներ շարունակ էլի։ Ну լավ, как минимум տասնյակ տարի շարունակ։ Ու մի քիչ բան է էլի ոնց որ տենց չգիտեմ, ֆիլոսոֆիան դրա ինչքանով է լավ, ինչքանով է ճիշտ, որ մարդիկ գալիս են պլատֆորմում ինչ որ հավաքում են content, ասենք հենց հիմա դու նայում ես այս վիդեոն YouTube-ում, ու այս վիդեոն ես եմ նկարում, ես եմ գցում YouTube, բայց վաղը Google-ը իմ այս YouTube-ի վրա, YouTube-ի վիդեոյի վրա ինչ որ մի բան է պարապում կամ ծախում է ինչ որ մեկին, որ ինչ որ մեկը պարապի, օքեյ, եթե Google-ի AI-ն է օգտագործում իմ վիդեոն, ինչ որտեղ ընդունելի է, որովհետև իմ վիդեոն գտնվում է, ասենք Google-ի սերվերներում։ Ու ես ոնց որ massամբ տենց տիպ տվել եմ ես իմ դատան հենց Google-ի սերվերի մեջ ինքս իմ ձեռով եմ բերել դրե։ Բայց երբ որ գալիս է, ասենք երրորդ կամպանիա ու ասում արի Google ջան, ես քո կլիենտի իմ էլ ես պարագայում դատան վերցնեմ օգտագործեմ ու Google-ն ասում է հարց չկա, ասենք փող դու օգտագործի, այս պայդրությամբ խոսքը արդեն Reddit-ի մասին է, էլի հենց ոչ թե Google-ի։ Այդ պահը մի քիչ արդեն ոնց որ այն չի էլի, как минимум ասենք կարան как minimum բան են ոնց որ ադդաչա տան, ասենք այն creator-ները են մարդիկ ովքեր որ content են անում թե Reddit-ում, թե YouTube-ում, թե լյուբոյ ուրիշ տեղ, իրանք կարան ինչ որ բան ստանան, էլի ոնց որ գոնե մի բան ակնկալեն ու ստանան փողի տեսքով կամ թեկուզ ինչ որ ձրի subscription-ներ կամ ինչ որ մի ձև ոնց որ արձանագրվի, որ այս մարդու զասլուգան է էլի, իսկ մարդուն հենց հիմա ոնց որ սա դրել են մի կողմ, բրախել են մի կողմ ու կամպանիաները իրար մեջ ոնց որ առևտուր են անում, ինչը տաքսիբ է։ OpenAI նախապատրաստում է ChatGPT հատուկ միացումներ։ Այս MCP մասին է խոսքը, ChatGPT-ին ավելանում են հատուկ գործիքներ, OpenAI նոր մոդելի կոնտեքստի պրոտոկոլը MCP-ին թույլ է տալիս ծրագրավորողներին միացնել Dropbox-ի և Slack-ի նման ծառայություններ, շատ ավելին դեռ առջևում է։ Ուրեմն հա, այստեղ խոսքը MCP-ի մասին է, ինչ է նշանակում MCP, ընդհանրապես այդ պատկերացնենք որպես ասենք բան էլի USB-ն ոնց է գալի կպնում օրինակ մեր կոմպին, մենք ունենք տվյալներ USB-ի մեջ ու մենք այդ USB-ին գալի մտցնում ենք կոմպի մեջ ու այդ USB-ի մեջ տվյալները ոնց որ գալի կպնում են կոմպին ու կոմպը կարող է access ունենա USB-ի մեջի տվյալներին ու մենք հանգիստ կարող ենք ընդդեից ֆայլերը հանենք, տանենք, բերենք կամ նոր ֆայլեր դնենք իր մեջ եւ այլն։ Հիմա կան սերվիսներ, կան լիքը կամպանիաներ, որոնք որ տրամադրում են իրենց API-ը API-ն էլ ոնց որ բան է, էլի, ասենք զանգ անելն է, ինֆորմացիա ճշտել կամ ինֆորմացիա փոխանցելն, ասենք մի կամպանիան ինչ որ մատ օրինակ կարող է լավ կլինի երևի բերել, դու ասենք եթե ուզում ես Instagram-ում post անես, դու կարաս API call անես քո նկարը ու caption-ը ուղարկելով իրան ու առանց Instagram մտնել, login լինելու, սխմելու, ասենք upload եւ այլն, դու միանգամից այդ post-ը կարաս ոնց որ հրամայես բանին Instagram-ին այդ նույն ֆունկցիոնալը, որ դու պետք է գնայիր front-end-ում օգտագործեիր, դու այդ նույն ֆունկցիոնալը կարողանալու ես API call-ով իրագործես։ Հիմա ինչի մասին է MCP-ն։ MCP-ն
ոնց որ AI-ին տալիս է access API-ներին ու ինքը սերվեր է իրականում ու ոնց որ հնարավորություն է տալիս AI-ին իմանալ սաղ API դոկումենտացիան sense ասած ու ես արդեն ոչ թե պետքա custom ամեն մի քայլը իմ API call-երով տանեմ, այլ ես կարող եմ ուղղակի իմ AI-ին գնամ ասեմ AI ջան, ինձ մի հատ բան արա մի սերվիսից գնա այս ինչ մի հատ գործողություն արա, մի հատ հետո գնա այս մի հատ ուրիշ սերվիս այս մյուս գործողությունը արա ու ինքը արդեն ավտոմատ ինքը իրանով կհասկանա թե որ API call-երն է պետք անել ու կգնա այդ call-երը կանի ու մի խոսքով ես չգիտեմ ես ճիշտ լավ կարացա բացատրեմ թե ինչի մասին է խոսքը գնում, բայց այսինքն եթե այն ժամանակ ամեն մի փոքր քայլի համար դու պետք է ժամանակ ծախսեիր, գնայիր, գտնեիր, որը ոնց պետք է անես ու կապեիր իրանք սաղ իրար ու մի հատ ինչ-որ սիստեմ սարքեիր, հիմա այդ սաղը սիստեմ սարքել հավաքելու process-ը արդեն AI-ը դոստուպ ունենում դրան MCP-ի միջոցով։ Հիմա եթե ես էլի հետ բերեմ իմ screen share-ը ու ավելի ռեալ օրինակով պրոստը ցույց տամ թե ինչի մասին է խոսքը գնում, ես կարամ գամ օրինակ իմ OpenAI-ի account-ը կպցնեմ, ասենք Google Drive-ին ու կամ HubSpot-ին կամ Google Calendar-ին ու պրոստը իմ Google Calendar-ին ասեմ գտի սաղ իմ այն meeting-ները, որոնք սկսվում են ասենք ժամը 4-ին ու բեր դու ինձ ու ինքը կարա գնա միանգամից մտնի Google Calendar, API call անի ստանալ բոլոր իմ Google meeting-ները, ինքը արդեն գիտի, որ մեզ ժամը 4-ին ներնա պետք, ստանա բոլոր meeting-ները, տենա դրանցից որն է ժամը 4-ին, ու միանգամից քեզ բերի տա ինչը որ քեզ պետք է։ Այսինքն մենք բան ենք տալի մի խոսքով AI-ին, ոնց որ թևեր ենք տալի, որ իրանք գնան մտնեն մեր մնացած ծրագրեր։ Ու հիմա պատկերացրեք, ես ընդհանրապես մի օրինակ բերեցի, եթե մենք այս նույն լոգիկայով կկարանանք, օրինակ, ասենք գնա Google Calendar-ի մեջից վերցրա այն meeting-ները, որոնք որ մեր ուզած ժամին են սկսում, ու այդ meeting-ների մասին, ասենք ուղարկի Slack channel-ում, այս-ինչ channel-ում ժողովրդին ասենք տեղակ բայ, որ մենք այս ժամին sense meeting ունենք։ Այսինքն մնալով պրոստը ChatGPT կամ Claude-ի ինտերֆեյսի մեջ, հեսա կասեմ թե ինչի ասեցի Claude-ի, դու կարող ես այս գործողությունը միանգամից անես։ То есть всё, ոնց որ քո մի հատ մեծ sense panel управления դառնում քո համար քո AI chat-ի ինտերֆեյսը, որը որ ունենում է հնարավորություն օգտագործի տարբեր գործիքներ։ Ինձ թվում է արդեն ոնց որ ավելի པարզ դառավ, սկզբում երևի մի քիչ քան པարզ չէր։ Ու ինչի ասեցի ես Claude, որովհետև այս տեխնոլոգիան ստեղծել է Claude, այս պրոտոկոլը ստեղծել է Claude-ը, հələ մի երևի 6-7 ամիս առաջ, տենց անցած տարվա վերջ նոյեմբեր-դեկտեմբեր գիծետը։ Ու ինքը ոնց որ մանրից արդեն ուզում է դառնա ստանդարտ։ OpenAI-ն է ինտեգրել հիմա, շուտով երևի մնացածներն են արդեն կինտեգրեն ու արդեն ոնց որ ընդհանուր մի հատ sense ստանդարտ կլինի, որ մի խոսքով ինքը տես նորմալ բան կդառնա մեր համար ամենօրյա ու sense հեշտ մենք եւ կանանք գործողություններ անենք։ Սա մեծ նորություն է, սա շատ մեծ նորություն է ու ինտեգրացիաների համար ես էլ որպես AI automation-ներ անող կարամ ասեմ, որ իմ կյանքը ագին հեշտանում է, ես ամեն մի արդեն workflow-ը sense մի ոնց որ linear չեմ գծում, ես պրոստը ասում եմ, okay prompt level եմ արդեն ես սարքում իմ workflow-ները, ես հələ առիթ կունենամ դրա մասին անպայման կպատմեմ, վիդեոներ կնկարեմ, թե ոնց է այդ process-ը տեղի ունենում ավտոմատացումների։ Mistral-ը թողարկում է հզոր նոր AB ծրագրավորման օգնական։ Ծանոթացեք Mistral Code-ին, հզոր ծրագրավորման օգնականին, որը ինտեգրված է ձեր նախընտրած IDE-ներում, աջակցում է 80+ ծրագրավորման լեզուների եւ հիմնված է բաց կոդով տեխնոլոգիաների վրա։ Պատրաստ է կորպորատիվ օգտագործման, հարմար է զարգացնողների, դեվելոպերների մասին է խոսքը համար եւ արդեն ձեռք է բերել խոշոր հաճախորդներ։ AB ծրագրավորման օգնական, իսեվի ագենտի մասին է խոսքը։ Եթե բաց կոդով է, նշանակում է, որ մեծ կամպանիաներին կարա ձեռք տա, որ իրենց դատան պահեն փակ ու չկիսվեն, ասենք, բանի մեջ, չկիսվեն մնացած շուտ մեծ LLM-ների հետ, Google-ի, OpenAI եւ այլն։ Okay, շատ լավ, հետաքրքիր նորություն է, ասեմ մասին չէ, ասեմ մասին ընդհանրապես չարժի ինչ-որ նոր բաներ պատմել, որովհետեւ այս տիպի ագենտներ արդեն շատ կան ու եթե պատմել լինեմ հաստատ Mistral-ին չեմ ընտրի։ Իրանք առաջինը չեն, հենց հիմա լիքը sense բաներ կան, էլի ոնց որ կլիենտներ կան, թե open source, թե closed source, так что
ուղղակի հարթական նորություն է։ Meta-ի աբն հեղափոխություն է մտցնում գովազդի ստեղծման մեջ մինչև 25 թիվը Meta-ի աբն հնարավորություն կտա ներբեռնել ապրանքի լուսանկար եւ բյուջե ավտոմատ կերպով ստեղծելով ամբողջական գովազդային արշավներ Facebook-ում, Instagram-ում եւ WhatsApp-ում։ Մեծ հաղթանակ փոքր բիզնեսների համար, ոչ այնքան լավ գովազդային գործակալությունների համար։ Նրանց բաժնետոմսերն արդեն արձագանքում են։ Ես չի ասի, որ այսի շուտ տենց մեծ sense փառահեղ եսի ինչ նորություն է, իհարկե շատ մեծ կլինի, եթե Meta-ն կարողանա նենց կազմակերպի, որ ոնց որ ամենա ոչ technical մարդն էլ կարողանա անի սա ու ստանալ լավ արդյունքներ, ամենակարևորը բիզնես արդյունքներ, ոչ թե ինչ-որ պրոստը սիրում նկար, այլ այդ նկարը իրականում convert անի ու մարդիկ գնան մտնեն ու առնեն իրենց ապրանքները կամ սերվիսները, ինչը շատ դժվար է ու այս բայդրությամբ արդեն կան սերվիսներ, որոնք որ այս ինչ-որ Meta-ն խոստանում է կանի անում են, իրանք Meta-ում չեն, իրանք Meta-ից դուրս են, տենց ուրիշ սերվիսներ են, այսինքն այն մարդը, որ ունի տենց հետաքրքրություն, որ գնացել է մանայք է կարացել է գտնի, կամ դաժե այն մարդը, որ այդ հետաքրքրությունը չունի, բայց մտնում է իմ Instagram ու նայում է այն վիդեոները, ինքն էլ արդեն մի երկու հատ լավ տենց գործի գիտի, որտեղ որ կարա այս նույն բաները անի։ Ու ես չեմ պատկերացնում, թե ինքը ինչ տիպի պիտի ավելի advanced լինի, որ մարդիկ թողեն գան ու տենց ոնց որ հենց Meta-ի սարքած այդ գործիքում անեն այդ սա, հաշվի առնելով համել որ Meta-ն իր ոնց որ զավակի գործիքները անես չի շատ լավ է սարքում կամ առասարակ եթե մենք խոսում ենք Meta-ի AI-ի մասին, որը Llama-ն է, ինքը ագին հետ է մնացածից ու հատկապես վերջին update-ը ոնց որ downgrade-ելներ, այսինքն վերջի թազա Llama 4-ը ավելի վատներ կան, ասենք 3.2-ը Llama-ի։ Բնականաբար սա sense չի մնալու, վաղը փոխվելու է ու այսի մասած էլ ակտուալ չի լինելու, ասենք վաղը մտ շուտ հազար նոր մոդել են հանելու, որը 100 անգամ 100% ավելի լավն է լինելու, բայց ունենք այս բանին ինչ ունենք, իսկ այսօր երևի այսքանը, մերսիներ, մինչ մյուսը։